Բարի երեկո, յուրաքանչյուր կիրակի երեկոյան ես ձեզ հետ հանդիպում եմ ձեզ ներկայացնելու մեր քաղաքի հետաքրքիր մարդկանց, կյանքի դրվագները, ինչպես նաև քննարկելու այն ամենը, ինչը նրանց մտահոգում է հենց այսօր։ Եվ վստահ եմ, որ այդ ամենը նաև կհետաքրքրի ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ եւ իր մասին, իր ընկերների հետ։ Ուժեղ կին, լավ մայր, այսպիսին է նա ընկեր բարեկամների ու մերձավորների համար։ Այսպիսին է Երևանում հասակառած երգչուհին Հայաստանի Հանրապետությունում մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ Երաժշտության հանդեպ սեր եւ հետաքրքրություն ծնողները նրա մեջ դեռ մանկուց են սերմանել։ Ապագա երգչուհի երաժշտական ճաշակն էլ հղկվել եւ ձևավորվել է ուսուցիչների շնորհիվ, որոնց ունեցած ազդեցությունը երգչուհու կյանքում անուրանելի է։ Նադեժդա Սարգսյանը 1977-ից 87 թվականին եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհին։ Դրանից հետո նա երգել է իր իսկ հիմնադրած Հայեր համույթում։ Ուղիղ 10 տարի անց նա դարձել է հանրապետական եւ միջազգային մանկապատանեկան երգի դորեմի մրցույթի հիմնադիրը։ 2003 թվականից երգչուհին Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն է։ Խորհրդային ժամանակների ճանաչված երգչուհին հյուրախաղերով շրջագայել է աշխարհի 40-ից ավել երկրներում։ Եղել է Ռուսաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում եւ այլուր։ Հիշյալ երկրներում նա մասնակցել է տարաբնույթ մրցույթների, արժանացել առաջնակարգ մրցանակների։ Նադեժդա Սարգսյանի համար 2007 թվականը եւս նշանավոր է եղել, քանի որ նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում դարձել է տարբեր նախագծերի պրոդյուսեր։ Այս նախագծերից հիշատակելի են Տարեմուտի երեկո 2008-ը, Երկու աստղը եւ այլն։ Իսկ ահա 1 տարի անց մանկական Եվրատեսիլ եւ Նոր ալիք երգի միջազգային մրցույթում նա Հայաստանը ներկայացնող պրոդյուսերն էր։ Նադեժդա Սարգսյանի երգացանկում իրենց մշտական տեղն ունեն Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի եւ նշանավոր այլ ստեղծագործողների երգերը։ Կյանքի հարվածներին երգչին դիմացել է կամքի, համբերության եւ համբերատարության շնորհիվ։ Սակայն ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում ինձ քաջալերեն ու օգնեն, անգամ եթե ուժեղ եմ։ Մի առիթով անկեղծացել է նա։ Ուժեղ կին, լավ մայր, երգարվեստի նվիրյալ։ Նադեժդա Սարգսյանը հավատացած է, որ ստեղծագործելու համար միջավայրը Հայաստանում խիստ նպաստավոր է։ Միայն թե ցանկություն է անհրաժեշտ, անկեղծ ու լիաթոք ցանկություն, ու այդ դեպքում կարող է հասնել աներևակայելին։ Կրկին բարի երեկո եմ ասում մեր բոլոր հեռուստադիտողներին, ինչպես նաև ձեզ, եւ շատ ուրախ եմ, որ ընկալվել եք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ, Փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Տիկին Սարգսյան, դուք այն մարդկանցից եք, ով մշտապես եղել է հեռուստաէկրաններին եւ ուշադրության կենտրոնում եւ իր մասին կան բազմաթիվ եւ խոսքեր եւ ճիշտ եւ սխալ, այսպիսի ասեկոսները մշտապես եղել են եւ նաեւ ճիշտ խոսքերն են եղել։ Ձեր մասին ասում են, որ դուք նպատակասլաց եք, հասնում եք։ Նաեւ ասում են տղամարդկին, որը շատ են ուժեղ, սպասում է, ուժեղ համաձայն եմ այդ տղամարդկին, որ ասում են, ես այսպես մի քիչ ցնցվում եմ ինչի համար, որովհետեւ ի վերջո, պարզ է, նպատակա մղված եմ, ուժեղ եմ, դիմադրողականությունս է աշխատում, բայց այդ տղամարդը այդ բանը դուրս չի գալիս, որովհետև ի վերջո ես ուզում եմ նաև նորմալ կին լինել։ Իհարկե։ Տիկին Սարգսյան, յուրաքանչյուր մարդ կարծես թե նաև իր կերպարը ինքն է ստեղծում, բնականաբար հատկապես արտիստը։ Որոնք են եղել, եթե հիմա փորձենք այսպես անկեղծ լինել, որոնք են եղել այն բնորոշագծերը ձեզ համար, որոնք կարծես թե դուք անպայման ցանկացել եք, որ մարդիկ ձեզ այդպես ընկալեն, եւ դուք եք ստեղծել ձեզ այդպիսին։ Գիտեք ինչ, նախ ես կարող եմ ասել, որ երևի թե այսպեսին ծնվել եմ, բայց իհարկե հետագայում արդեն ամեն մարդ պետք է աշխատի իր վրա եւ նաեւ ես եմ աշխատել ու այսօր աշխատում եմ Արմինե ջան, որովհետեւ երբ որ ես կանգնեմ, ուրեմն ամեն ինչ ավարտված է։ Այո, ես իմ այդ նպատակասլվածությունս վրա եմ շատ աշխատել, լինել ամուր, այսինքն կյանքի բոլոր հարվածներին դիմադրել եմ ու միջ այսօր կդիմադրեմ, դա եմ ին մեջ, որովհետև առաջ շատ նուրբ, ցենց փափուկ աղջիկ էի, այսինքն ամեն ինչից կարող էի վիրավորվել, բայց երբ մայրս մեկ անգամ ասեց ուրեմն այսպես աղջիկ ջան, որ օրը քեզ չհարվածեն, որ օրը քո մասին վատ չխոսեն, ուրեմն դու վերջացած անձնավորություն ես։ Իսկ դու էլ պարտավոր ես այդ ամեն ինչին դիմանալ եւ հետագայում ամեն քայլով ապացուցել, որ դու դա չես։ Այսինքն աշխատանքը դրա վրա է գնացել, որ նաեւ որ լինես, ես օրինակ միշտ ցանկացել եմ լինել որպես, ասենք, մանուկ երեխաների, փոքր երեխաների պես միամիտ միշտ ամուսինս էր ասում,
միամիտ ես, բայց թող ոչինչ, թող դա լինի, որովհետև նույնիսկ իմ դասախոսներս հետագայում արդեն արվեստների ակադեմիայում, որ ավարտում եմ, սովորել եմ, դա գիծիս Մոսկվայում, մեր դասախոսներն էին ասում, երբ մինչև դուք չլինեք, այսինքն Ստանիսլավսկի, եթե երեխայի պես միամիտ չլինեք, մաքուր չլինեք, դուք ոչինչ չեք հասնի։ Աշխատանքս տրվում էր միայն դրա վրա, որ չմտնեմ այս ամեն կեղտի մեջ, թեկուզ քեզ մտցնում են, հա։ Իդեպ, եթե երեխայի միամտություն եւ այդ անկեղծության հետ զուգընթաց, եթե չեմ սխալվում, դուք նաեւ պատգամավոր եք եղել ի վերջո։ Առաջին անգամ պատգամավոր եղել եմ պարլամենտի, այո։ Մեկը մյուսին այս ոնց եք համադրում, ինչպես։ Գիտեք ինչ, ես այնտեղ անում էի իմ աշխատանքը, այսինքն այնինչ վերաբերվում էր կնոջը, այնինչ վերաբերվում էր նույն երեխաներին, այսինքն ես իմ ամպլուայից դուրս չեմ եկել նաեւ այնտեղ։ Նույնիսկ հագուստներս չեմ փոխել որպես պատգամավոր, ես Նադեժդա Սարգսյանը մնացել էր Նադեժդա Սարգսյան, իհարկե շատ գործեր ենք արել եւ ուրախ եմ, որ այսօր էլի ունենք կին պատգամավորներ, որովհետեւ կանայք ավելի զգայուն են, կանայք ավելի պաշտպանվածություն ունեն, կանայք ավելի ինտուիտիվ մեծ պատասխանատվությունը կնոջ մեջ, դե ընտանիքում ամուսինը աշխատում է, իսկ մնացածը կինը պատասխանատվությունը տանում է։ Այդ իսկ պատճառով շատ լավ է, որ այսօր մենք Հայաստանում մենք առաջին կին պատգամավորներն ենք եւ այսօր դա շարունակվում է։ Տիկին Սարգսյան, հիմա մենք դիտելու ենք Նյութ Վրեժ Կիրակոսյանը, խոսել եմ, կդիտենք եւ դրանից հետո արդեն կանցնենք մեր մյուս հյուրերին հյուրընկալելուն, սակայն մինչ այդ, որ ինձ միշտ հետաքրքրել էր, ես երաժշտական կրթություն չունեմ իրականում եւ ըստիս երգել չգիտեմ։ Սակայն գիտեմ բազմաթիվ թե երեխաների, թե մեծերի, ովքեր եկել են ձեզ մոտ եւ փորձել են հասկանալ նրանք կարող են ի վերջո երգչուհի դառնալ, թե ոչ։ Այսօրվա կյանքը այնպեսին է, որ ինչ որ մղումներ ինձ թույլ են տալիս մտածել, իսկ ինչու ոչ։ Եկեք փորձենք, ես ի վերջո սլուխ ունեմ, թե չէ։ Ոնց ստուգենք։ Գիտեք ինչ, մեկ էսպիսի բան են ասում, որ Նադյան նույն ասել են ծնողները, սեղանին էլ երգել կերկացնի։ Եկեք ուղղակի չերկացնենք, բայց փորձենք հասկանալ, սլուխ ունեմ, թե չէ։ Այո։ Անդորեն պետք է մի երկու վարժություն ասեմ։ Փոքրիկ մի երգ, եթե կարող եք, նույնիսկ կրկներքից, փոքրիկ, պարտադիր չի, երկու տող, այո։ Թրջերի մատքով տուն, ուրի մայրներ արդուն։ Վսը, բավական է, ամեն ինչ պարզ է։ Դուք ունեք երաժշտական լսողություն եւ ունեք ռիթմ։ Մնացածը պետք է իհարկե զբաղվեն ուսուցիչները, դասախոսները եւ այլն։ Եթե ցանկանայիք կլինեիք։ Այո։ Այո, որովհետեւ մնացածը արդեն դրվում է պրոֆեսիոնալների ձեռքում եւ պրոֆեսիոնալները սկսում են կարեւորը ունենալ Նույնիսկ ես կարող եմ ասել, մենք ունեցել ենք աշակերտներ, որոնք նույնիսկ երաժշտական ասենք լսողությունը չեն ունեցել, բայց առ այսօր երգում են, բայց անունները չեմ ասի։ Բայց նրանք կարծում եմ իրենք էլ գիտեն, ես առաջարկում եմ։ Անցնենք Վրեժ Կիրակոսյանին ենք լսելու, անմիջապես որից հետո մեր տաղավարում է լինելու Հրանտ Մովսիսյանը։ Մի քանի տարի առաջ է սկսվել երգիչ Վրեժ Կիրակոսյանի եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ստեղծագործական համագործակցությունը։ Վրեժը դեռ փոքր էր, երբ Դորեմի վոկալ ստուդիան գործում էր։ Երեխաների կատարումները լսելուց հետո ամեն անգամ ինքն իրեն մտածում էր. տեսնես մի օր ես էլ կերգեմ, այդ օրը գալիս է։ Մի գեղեցիկ օր էլ ճակատագիրը նրան ուղեկցում է Նադեժդա Սարգսյանի մոտ։ Հիշում եմ նույնիսկ հենց հիմա ամեն վարքյան հիշում եմ, թե ինքը ինչ շորեր հագած, մազի միծերը ոնց էր սանրած իր բանը, այդպես պատկերացեք հիշում եմ, թե ոնց էր։ Դրանից հետո արդեն նրանց համագործակցությունը շարունակվում է Դորեմիում։ Որոշ ժամանակ անց Վրեժ Կիրակոսյանին շնորհիվ լավ կատարման հաջողվում է անցնել առաջին փուլ։ Սակայն քննություններն ավարտելուն պես նա գնում է ազգային բանակ ծառայելու։ Մյուս փուլերը, որ պետքա երգեմ, զանգարում եմ բանակից։ Նա ինձ պետքա գամ, որ երգեմ, ինքը գրում է այդ բաներին, այդ մեր զորամասի հրամանատարներին, գեներալներին, բանին, նախարարին գրում է, ինձ բերում է, ես երգում եմ, գնում։ Մի անգամ էլ եկա երգեցի բառերը մոռացա բեմի վրա։ Բանակից վերադառնալուց հետո Վրեժը սկսում է երգել հայք խմբում եւ հանդես գալ միջազգային տարբեր մրցույթներում։ Որոշ ժամանակ անց էլ ավելի կոնկրետ 2007 թվականի սեպտեմբերի 4-ից Նադեժդա Սարգսյանը նրան առաջարկում է ստանձնել Երևանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենի, այնուհետև Դորեմի պրոդյուսերական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնները։ Իրականում Նադեժդա Սարգսյանը չափից շատ պահանջկոտ ու պարտաճանաչ է, փաստում է երգիչը, եւ դա բոլորովին էլ վատ չէ։ Եթե ասեց 5-ից 15 պակաս, դա նշանակում է ժամը 5:30։
Այսինքն 5-ից կես է դա նշանակում։ Եթե դու 5-ից կես չես եղել, մեն 5-ից 15 պակաս քո գործ իր հետ չի լինի։ Իհարկե, յուրաքանչյուր համագործակցություն, ընկերություն, ինչպես միշտ է պատահում, անմասն չի մնում նաև զավեշտալի դեպքերից։ Երբ որ ինքը հիվանդացավ, գտնվում էր Գերմանիայում, մի օր իր հետ խոսում ենք, Skype-ով զրուցում ենք եւ անցնում է ինձ իր հետ զրուցելուց մոտավորապես մի 7-ից 10 րոպե ժամանակ եւ զանգարում են նախարարությունից, ինչ որ նախարարի օգնական եւ ասում է, որ բարև ձեզ եւ այլն, ասում են Վրեժ ջան, երբ են Տիկին Նադյային բերելու, ասում են ով է բերելու։ Ասում են, բա այսպես էլի, ասում են, որ ինքը չկա։ Խոսքով այսպես շփոփում են հերաս ձեռքից, ասում են, գիտեք ինչ, ես նոր եմ խոսել իր հետ, ընդամենը 10 րոպե առաջ։ Այդ ամենը ճշտելու համար Վրեժ Կիրակոսյանն անմիջապես զանգահարում է Տիկին Սարգսյանին ասելով. Ասում եմ, դա դու ես, ասում եմ, հա, ինչ է եղել։ Ասում եմ, մի բան ասեմ չնեղանաս, ասում եմ, ինչ է եղել, ասում եմ, զանգարելն այսպեսի բան են, ասում, ստեցի ծաղել ինքը ծայրայի հումոր կա իր մեջ, շատ, չափից շատ հումոր կա։ 1-ից 2 ժամ անց լրատվամիջոցներն արագ տարածում են այդ սուտ լուրը։ Սակայն երկչուհու ընկերներն ու մտերիմները համացանցով անհապաղ արձագանքում են, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Բոլորը գրում են, մեկ էլ տեսնեմ, տակը ինքը կոմենտ է գրել։ Երեխեք ջան, ուզում են ախր էսի լավ բան չի։ Վաղը մյուս օր կմեռնեմ, մարդ չի հավատա, չի գա։ Ես կարդում եմ, համ ծիծաղում եմ, համ ջղանանում եմ զանգարել եմ, ինքը Մոսկվայում է ժամանակ զանգ ասում եմ, «Էս ինչ ես գրել այստեղ»։ Հումորով ու դրական տրամադրվածությամբ է Նադեժդա Սարգսյանը մոտենում կյանքի ամենաբարդ ու խճճված հարցերին։ Հենց այդպիսի թեթևությամբ էլ արդեն քանի սերունդ կրթում ու դեպի փառքի ճամփան ուղղորդում։ Վերադարձանք, նախ շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու պարոն Մովսիսյան, շատ ուրախ եմ, որ եկել եք եւ մի փոքրիկ անդրադարձ, որի ընթացքում վերջում այսպես ավարտեցինք, իհարկե Վրեժ Կիրակոսյանը ավարտեց բարի նոտայով, որ նաեւ մաղթում է այսպեսի քաջառողջություն, որ վերջում հիմա հավատան չի հավատա։ Թող ուզում են հավատան։ Ես էլ եմ ուրախ, որ ձեր շնորհիվ հրանտին տեսա, որովհետև ես վերջերս աշխատանքի բերումով, թե կյանքի բերումով ուշուշ ենք միմյանց տեսնում, բայց դա ոչ մի նշանակություն չունի, մեր ընկերությունը մնում է ընկերություն, եթե ինձ մի բան է պետք լինում, զանգում եմ Հրանտ։ Բայց այսօր ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ այստեղ։ Ես ուզում եմ ասեմ, որ ես էլ եմ ուրախ, չէ, ուզենա լսեի գոնե մի հատված, որ ասում են հիվանդ կամ բան, որտեղ Նադյան իմ համար հիվանդ չի, եթե գրիպով էլ հիվանդ լինի, երբեք չես էլ զգա, բայց հիշում եմ, որ ինքը միշտ ասում էր, որ պետքա ձեթը վեսնել բերանը, ես եմ ինչ-որ ծամել բան, իմ համար դա էր Նադյա, այն ինչ որ ասում են ու հիվանդության մասին, ես չեմ էլ ուզում լսեմ, որտեղ Նադյայի մեջի ռուսերեն բարկա ստержень եւ դուք այնքան բարձր է, որ չխոսենք հիվանդության մասին։ Այլ խոսենք այն ժամանակվա, երբ որ ինքը Օրբելյանի օրկեստրում երգում էր ու ես միշտ նմանացնում եմ իր ձայնը շեփորին, որտեղ ինքը միշտ բարձր նոտաներով էր ավարտում, որտեղ կար տրադիցիա ու գնալ համերգ, լսել համերգ, կային երգիչներ, Նադյան ուներ իր տեղը այս ամեն ինչում եւ կյանքի բերումով երբ որ հեռուստատեսությունում փորձում ենք ինչ-որ նոր բան անել միշտ Նադյայի հետ հետաքրքիր էր որտեղ շատ ռիսկով աղջիկ է, ռիսկով կին է, կարելի ասել, սենց այն ինչ որ ասենք թե ռեժիսորական մտքեր ունես ու ուզում ես ստանաս, Նադյայի շատ հեշտ է։ Ես պատմում եմ, էլի, ինչն է հեշտ։ Խոսքը գնում է կրկեսի մասին։ Մի օր զանգեց, ասեց Նադյա ջան, այդ երգդ ուզում եմ անպայման կրկեսում, պատ կուպոլ եմ նկարել, օղակի վրա։ Ասում եմ Հրանտ ջան, բայց բան կա, ասենք կներեք, էլի մեկ-մեկ ռուսական բառեր։ Ստրախովկան կա, ասում ամեն ինչ ստրախովկան էլ կա, էս կա։ Ես պատրաստված գալիս եմ կրկես, մեկ էլ այդ կրկեսի աշխատողները գալիս են, այդ օղակը բերում են, ասում են, իսկ ուր է ստրախովկան։ Կրկեսի աշխատողները ասում են մենք առանց ստրախովկա ենք աշխատում, ո՞նց Հրանտ, Նադյա ջան, մի դուբլ, խնդրում եմ, աղաչում եմ։ Դու պատկերացրեք ինչ էր հետս կատարվում, իհարկե նստեցի, որտեվ եթե ռեժիսորը ասում է, պետք է անենք։
այդ ես հետո կասեմ, ռեժիսորի խոսքը, այսինքն դերասանն ալա, որը պարտադիր պետք է ռեժիսորի խոսքան։ Ու սկսեց այդ օղակը կամած, այսպես բարձրանալ, ինձ ասցին, ես մի ձեռքդ այսպես կբռնես, այս ձեռքով կաշխատես այսպես։ Ու գնում է, հիմա բարձրանում է, ես զգում եմ, որ գլուխս պատտվում է եւ ոչ ձեռք եմ զգում, ոչ ես ուզում եմ ասել բռնեմ, չեմ կարող Ուղղակի իջավ, ինձ այսպես բռնեցին, որ մի րոպե նստեմ, ասեցի, վсё, ոտքերս գետին չէի կարողանում դնել, այնքան արդեն այդ ամեն ինչ, то есть ես առաջի զգացողությունը ես չէի զգացել։ Իհարկե աշխատողներից Նադյա ջան, այդպես էլ պետք է լինի, հանգիստ մեկ էլ ասեցի, վсё, ասեցի, մի դու բլել ասում։ Ուզում ավելացնեմ, որ եթե խոսում ենք որպես ռեժիսորական խնդիր, իհարկե ռեժիսորները մեծ խնդիրներ են դնում դերասանների առջև ու բոլորը չեն որ դիմանում են, որովհետև դու պետք է անջատվես, մտնես կերպարի մեջ, կապ չունի դու վերևն ես, ներքևն ես, դագաղի մեջ նկարվես, չէ՞ շատերը ասում են, մենք չենք անի, ես ինչ ես ասում։ Ես չեմ համարում դա դերասան արդեն այն մարդուն, որը չի մտնում կերպարի մեջ ու չի լիովին հասկանում, որ ինքը այն մարդն է, որը պետք է մոռանա իր այսօրվա աշխարհիկ կյանքը ու դառնա մյուս մարդը, էկրանի մարդը։ Դրանով եւ Նադյայի հետ ավելի հեշտ էր, որտեղ մենք էլ մեքենայի մեջ, մեքենա, մի օր Արսենա Ասլանյան ասեց Նադյա ջան, այն որ կրաններ է բարձրանում, կրանի վրա պետք է բարձրանանք, ասում եմ նորմալ, ասում եմ հա նորմալ է, էլի եկանք այդ կրանի աշխատող ասեց մի քիչ շարժվում է, կարող է մեկ ընկնի։ Խելագարվել եմ, իհարկե Արսենի հետ էլի բարձրացանք, պետք է օպերայի հետ վերևը երևար իմ գլուխը, վերջում իմ դեմքը սենց էր, որովհետև Արսենը ինքն էր վախեցել, ձեռքերը դողում էր կամերան, բայց ես վրոձի նորմալն եմ։ Չէ, դա գենետիկան Նադյայի շատ ուժեղ է, որովհետև եւ ոչ միայն Նադյա, այլ իր ամուսնու, մեր ընկերոջ Դավիթ Բեջանյան, որը ափսոս մեր հետ չի, բայց ծնվեց մի աղջիկ, որը կարելի ասել սինտեզել իրենց բոլոր կողմերից։ Լավ կողմերը։ Նո, ես փոքրուց գիտեմ երեխային, որ ինքը փորձել է նկարել, ինքը դաշնամուր է նվագել, ինքը փորձել է պարել, ինքը թիթիզիկ է եղել, ինքը հասավ նրան, իհարկե Նադյայի դերը շատ ահավոր մեծ էր, որտեղ փոքրուց խիստ էր ամեն ինչը, որ պետք է էս լինի, այն լինի, երգեց, սովորես ու երեխան սովորեց, ինքը սովորած երեխա է, ուզում եմ մի անգամից ասեմ, որ եմեջկան ամեն ինչ անցել է իր կյանքում, սկսած կերպարվեստից, որտեղ տանը էտա տեսա, Նադյայի սովորացրածները եւ իհարկե իր տատիկի Էմմա Բեջանյանին, որով եւ իրան նշել են իր անունով, անենց որ ինքը շատ բարձր է պահում իր ծնողների ազգանունը կարելի ասել, շատ թիթիզիկ աղջիկ էր։ Ես առաջարկում եմ, մենք իր հետ կապ ենք հաստատել, արդեն այնքան շատ են խոսացել, որ ողջ հանրապետությունը գիտի, որ Էմին այստեղ չէ, բայց եւ երջանիկ է։ Ինչը ամենակարևորն է, առաջարկում ենք դիտել մի փոքրիկ նյութ, որից հետո կվերադառնանք եւ մեր տաղավարում արդեն կլինի Ռադիկ Գաբրիելյանը։ Ձեր աչքերով ձեր մայրիկը ինչպիսին է։ Իդեալական։ Ես վոկալ նաև պարապել եմ այն ուսուցիչների մոտ, ովքեր աշխատում են նրա մոտ, նա ավելի շատ ստիլիստիկա է պարապել եւ առհասարակ կյանքի ընթացքում ճիշտն ասած ես չեմ կարծել, որ դա պարապմունք է, դա ավելի ճիշտ եղել է ոնց որ սխալների ուղում կարելի է այսպես ասել եւ դա եղել է ոչ թե ժամական պարապմունքներ, այլ եղել են ուղղակի կյանքի ընթացքում ամեն մի սխալի համար ուղում, այսպես կարելի է ասել։ Եթե ուսուցիչը ժամական է դասավանդում, ապա ես կարծում եմ կյանքիս ամեն րոպեների ընթացքում ես ստացել եմ ամեն տեսակի խորհուրդ եւ բեմի հետ կապված եւ նաեւ բնականաբար առաջին հերթին դաստիարակության հետ, ինչը առաջին հերթին ծնողի համար ավելի կարեւոր է։ Ես առաջին հերթին մայրիկիս միշտ ցանկացել եմ, որպեսզի նա լինի պոզիտիվ, ինչպիսին ինքը եղել է իր կյանքի ընթացքում, որովհետև դա բոլորիս համար վիտամին է եղել եւ իր պոզիտիվ լինելը բոլորիս շատ դեպքերում նաեւ օգնել է դժվար ուղիներ հաղթահարել։ Ես ուզում եմ, որպեսզի նա լինի ուրախ միշտ եւ երևի թե ամենակարևորը առողջ։
լսեցինք Էմին, կանրադառնանք իհարկե եւ շատ ուրախ եմ նաեւ ձեզ մեր տաղավարում հյուրընկալել։ Բայց ես ինչ ուրախ եմ։ Եվ կարևոր հետաքրքիր եւ լավ առիթի շուրջ ենք այսօր հավաքվել։ Ընթացքում նշեցիք, որ անպայման ցանկանում եք մի բան ավելացնել, ինչին է վերաբերում։ Կապված հեռուստատեսության հետ, հեռուստատեսության էթիկայի հետ, որովհետեւ կյանքի բերումով ստացվեց, որ տարբեր աստղերի հետ եմ գործարել, ռուս աստղերի հետ, որոնք հոյակապ գիտեն հեռուստատեսություն, խոսքը գնում է նկարվելու process-ը, իրանց չէր խափի երբեք, սկսած կամերայի եւ լույսի խնդիրը շատ լավ էին հասկանում, խոսքը գնում էր Ալբարիսովնայանի, Իրան Պանարովսկը, բայց ուզում նշեմ, որ Նազյանն էլ շատ լավ գիտի հեռուստատեսություն, շատ լավ զգում է իր լույսը, շատ կարևոր բան է, դա շատ կարևոր բան է այսօրվա երգիչների, որոնք պետք է հասկանան ամեն ինչը, խոսքը գնում է ոնց կանգնեն, ոնց շարժվեն, ինչ լույսով ու որտեղ ինչ շոր հագնեն։ Ուզում նշեմ, որ Նադյան այդ ամեն ինչը շատ լավ հասկանում էր ու ես ուրախ եմ, որ ոչ միայն ռուս երգիչները, այլ մեր Նադյանն էլ էր հասկանում։ Անից որ ապրես Նադյա։ Ապրես երեք։ Պարոն Գաբրիելյան, որպես կանոն մարդիկ, ովքեր հեռավոր այսպես ճանաչում են մեկ մարդու, այնուհետև իր հետ մտերմանում են, այն էլ այդքան մտերիմ են լինում, դրանից հետո որոշակիորեն գուցե կարծիք են փոխում կամ հաստատվում է նրանց նախնական մտածած այսպիսի մտքերը, հա։ Ձեզ մոտ ինչպես էր ստացվել։ Հենադյան ես հեղափոխությունից հետո չի որ գիտեմ։ Ինչը հեղափոխությունն էլ գիտեմ։ Հայրը համույթից սկսվում։ Չէ, ինչի Սերբանցինից։ Սերբանցինից։ Չէ, բայց Օրբելյան հետո քանի տարի շարունակ սկիզբն է։ Նադյանի մասին ինչ կարելի է ասել։ Նադյան այն անznավորությունն է, որ ռուսը լավ խոսք ունի, պրաբիվնոյ։ Ինքը այդ կատեգորիան է։ Եթե ինքը ինչ-որ մի բան դնում է իր մտքին, ինքը հասնում է դրան։ Մենք գույներից է։ մեր հաղորդման առաջին հատվածում մենք մի փոքրիկ այսպես դրա մասին խոսեցինք, բայց ի վերջո չկարողացանք հասկանալ դա լավ է թե վատ է ի վերջո։ Ոնց կարող է վատ լինի։ Հա, կարող է վատ լինի։ Ես իմ Ինչ արել է երեխաներին ինքը եմ ասում։ հասել է ինքը իրանով իր նպատակին։ Վերցրած դեռ այդ բառը չեմ սիրում ասել, բայց քանի որ ընդունված առանց դրանց չկա, մութ ու ցուրտ տարիներին ստացած, հիմա մոդա է, չէ՞։ Տիկին Նադյան ահագին աշխատանք արեց, չնայած չար ինչի, հա, դել 20 րոպե լույս էինք ունենում։ մեր աղբերն էլ Երջնակայի շատակ Դավիթ Վեջանյան ահագին բաներ արեցին, չար լեզուներն էլ միշտ խոսում էին, կինոնայրին դարձրել են, ինչ են դարձրել։ Շաքարթային կենտրոն։ Նորմալ տեղ էր։ Հիմա ինչ դարձրեցին, չգիտեմ։ Ես ուզում եմ ասեմ հեռուստատեսությունից, որ խոսեց Հրանտը, ուզում եմ ասեմ, որ Հրանտը Մովսեսյան առաջին տեսահոլովակն է ընդհանրապես Հայաստանում նկարահանել եւ այդ առաջին տեսահոլովակի գլխավոր դերում ես էի։ Շատ գեղեցիկ երգ էր, ինձ ասեցին, որ ռեժիսորը ուզում է քեզ հետ աշխատի, ասեցի ինչ լավ, ասինքն տեսահոլովակ նկարելը մեզ մոտ նոր էր, չկար, առաջինն էր։ Մեծ թիմեր ու Մեծ թիմ ունենք, լավ, պրոֆեսիոնալ։ Դե պատկերացրեք, ես ինչու եմ այսօր այսքան բան գիտեմ թե հեռուստատեսությունից, թե նկարահանվելուց, թե լույսով ինչպես է, այդ նա է, որ մենք աշխատել ենք, ես աշխատել եմ այնպիսի մասնագետների հետ, ինչպեսին Հրանտը, Գագոներ Համբարձումյան, Արտյոմ Ղազանչյան, Արսեն Ասլանյան, այսինքն այնքան եւ այլն շատ անուններ կարելի է։ Շատ թող ուրիշները չնեղանան, որ այսօր անունները չեմ տալիս։ Ուղղակի մեր բախտը իրոք բերել է, որ մենք այդպիսի մասնագետների հետ ենք աշխատել, դե հիմա չեմ կարող ասել բոլորն են իմ նման սովորել։ Չէ, բայց Նադյան իհարկե գիծից էլ ավարտեց, չգիտեմ, պատմել եք թե չէ։ Ռադիկ։ Այն ժամանակվա աշխատելավոճը ինչ կերպով կարելի է պրոյեկտել այսօրվա մարդկանց վրա, այսօրվա ստեղծագործողների վրա։ Ելք կա ի վերջո։ Մարդ, եթե ինքը զբաղվում է ինչ-որ բանով, չէ։ Այո։ Ինքը իր արածի հանդեպ պատասխանատվություն պետք է ունենա, ինքը իր մեջ։ Առաջին, երկրորդը չի կա, տենց բան չկա, որ ես արել եմ վերջ, էսա, պատալոգ է, այլ սրանից չէ, մինչև կյանքի վերջ սովորում ես։ Այո։ Ես մինչև հիմա լիքը սովորելու բան ունեմ։
Մենք էլ բոլորս էլ սովորում ենք։ Լիքը։ Ես կավելացնեմ իհարկե, որ այսօր չկան նվիրալներ։ Այդ ամենակարևորն է, որտեղ կյանքը փոխվել է, տենդենցիաներն են փոխվել, համ հեռուստատեսությունից, համ կինոյի, համ երգչի համար, երգիչների համար, երգգրողների, ամեն ինչը փոխվել է, այսօրվա կյանքի ռիթմն է փոխվել։ Մենք ժամանակ չունենք, ժամանակն է խանգարում։ Կարծում եմ, որ շատ մարդիկ, որ մտել է շոու բիզնեսի մեջ, ժամանակավոր մարդիկ են։ Իրանք Աստծո տված շնորհք չունեն։ Դա շատ մեծ բան է, արյունը։ Այս է խնդիրը, որ ինքը չի ապրում իր գործով, ինքը չի ուզում ապրի տենց։ Ինքը կարծում է այսօր դա մոդայի կա, պետք է այդ անել։ Հայտնի անել։ Բայց դա կյանքի նպատակ է դառնում։ Սա է ինձ թվում է խնդիրը այսօրվա ջահելության։ Ես առաջարկում եմ հենց այսօրվա ջահելությունից հրավիրենք մեր տաղավար Ջուսին, որի երգարվեստի վրա մեծ ազդեցություն եք ունեցել դուք։ Եվ իր հայրը։ Եվ իր հայրը։ Սկրոմը, առաջ երթից Աշոտն է։ Խնդրեմ, դիտենք նյութ եւ վերադառնանք։ Դիտեցինք նյութը, ես շատ ուրախ եմ նաև ձեզ հյուրընկալում եմ տաղավարում Ջուս։ Շնորհակալություն։ Մինչ դուք այստեղ չէիք, ես նշեցի իմ խոսքում, որ քո երգարվեստի վրա նաև ազդեցություն է ունեցել Տիկին Սարգսյանը։ Իհարկե։ Բայց ամենասկզբում իհարկե նրա հայրն է, Աշոտը, Աշոտը, Սկրոմը։ Քեզ համար որոնք են այդ փոքրիկ ազանշանները կամ ուղղորդումները, որը թերևս գուցե չիմանալով նաև տվել է Տիկին Սարգսյանը։ Իհարկե, Նադեժդա Սարգսյանը ինձ համար դասատուներից, լավագույն դասատուներից մեկն է, այո, որը ինձ սովորեցրել է ոնց բեմ դուրս գալ, հիշում եմ դիստանցիա պահել, եթե դուետ է, որը ես Ոնց բեմից դուրս գալ։ ոնց բեմից դուրս գալ, միշտ ասում էր, ինչու է սենց դեմքով դուրս գալիս բեմ, սենց գժախ, սենց չէ, ասում է ժպիտով, վար, ու թեկուս մի անգամ հիշում եմ հայեր խմբում, երբ որ ես M-ից հետո ամենափոքրն էի, 14 տարեկան։ Նա ասեց գնա Խաչապուրյար, ես Արմինկաներ եւ Գոհար Գևորգյանը փորձերի ժամանակ արդեն սովածացանք։ Հա, նայրիում ենք, կինո նայրում ենք փորձեր առնում, ասում եմ վերցրու դերասանուհու նման անցի այդ ճանապարհը։ Գեղեցիկ, որտեղ բոլորը նայում են, որ դու հայր խմբից ես։ Սենց սովորական չէ։ Դուք պետք է հեքիաթ լինեք։ Հա, ու միշտ մենք միշտ ձգված էինք։ Ու դա ճիշտ է, որտեղ Խաչապուրին անգամ։ Դա իրավունք չունի սրճարաններում նստեին, իրավունք չունեին, հա, որովհետև հա, պետք է իրանք միշտ լինեին իհարկե որպես հեքիաթ, բայց որովհետև պետք է հանդիսատեսը իրանք ցանկություն ունենար տեսնելու, բայց եթե նրանք ամբողջ օրը հիմա ոնց որ մեր երկիչեր ամբողջ օրը կաֆեներում բաներում նստած են, հանդիսատեսը էլ չի ուզենա գնալ համերգին, հա։ Դες տիտուլը չոր կարող նստել ու գնաց կաֆե նստել։ Հիմա ուղղակի ինտերնետ կա, բոլորը տեսնում են դու առավոտը որտեղ ես գնում, ինչ ես անում, ես գնացի այստեղ։ Դա էլ է պետք ճիշտ պահել։ Ճիշտ իհարկե։ Օգտագործել որպես գործ։ Դրա համար ես ինտերնետից չեմ օգտվում, ես օգտվում եմ Ինտերպոլից։ Կամ Ինտերպոլն է օգտվում, չէ՞, դա հակառակը։ Տիկին Սարգսյան, ձեր մասին ասում էին, որ բացի իհարկե ձայնը, երգեցողությունը, այն ժամանակվա համար տարբերվող մի գիծ կար, որը ժեստերի լեզուն էր եւ պլաստիկան։ Ինձ համար նկարանմանս համար երկու օպերատորի աշխատանքից հանեցին։ Գագիկը Սիմոնյանը Չեն կարողանում բռնացնել։ Չէ, քանի որ օպերատորներն է պետք է կանգնած, երգիչներն էլ, երգչուներն պետք է կանգնած
Իսկ ես պարում էի, օպերատորներն վերցնում էին կամերաները, պլեչա սկսում էին նկարել ոտքերից ներքև, իսկ ես էլ մինիներ էի հագնում, այդ ժամանակ Գագիկը Սիմոնյան մեկ էլ երկրորդ Մոսկվայում է գա։ Հա, գիտեմ։ Երկուսին աշխատանքից հանեցին, իհարկե մի երկու ամիս հետո էլի հետ վերցրեցին, բայց իմ պատճառով փաստորեն այդպեսի բաներ էլ է եղել եւ նույնիսկ ինձ 2 տարի զրկեցին հերոստատեսությունից, որովհետեւ շատ դեկոլտեն կապույտ շորս իշմեր չէր կարելի։ Բացի նրանից Նադեժդան շատ լավ խոհարար է։ Շատ համով ճաշեր ասա։ Հաղորդման ընթացքում Ու կարելի է ասել, որ Երևանի կեսը իրանց տանը ճաշել է, ու ինքը միջև չկերակրի, չի բաց թողի քեզ տնից ու միշտ հարցնում է, «Եմչկան նույնն է, սոված չես ում»։ Իրանք շատ համով ճաշել են, որ լավ ձեռ ունի ճաշի։ Դրա համար 7-ից, առավոտը 7-ից բոլորը ձեր տանն են, չէ՞, միչև Առաջի հարգի։ գիշերը ուշ։ Գիշերն էլ մուրզիկը գիշերում էր մեր պատվալներում էին Արդեն գիշերում։ դուրս ես գալի ուրիշ սենակ, մնում ես արդեն ուրիշ սաստավը փոխվեց, արդեն ուրիշ մարդիկ են։ Գնում ես գալիս ես արդեն էլի ուրիշ մարդիկ են։ Գնում գալիս են, դռները բաց են։ Երանի ժամանակ։ Հա, մթնոլորտի մասին խոսեցիք, երևի թե հենց նաև սրան էր այս ամենին Ինչ է խոսում։ Սրանից դարեր առաջ, տարիներ առաջ, երբ որ Տիկին Սարգսյանը ազգային ժողովում էր, առավոտ շուտ պետք է գնա այդ ազգային ժողովի ինչ-որ գործի, այնտեղ գնացել ինչ-որ սենց բաներ են անում, ես էլ բուձիլնիկ կար է, լարեցի ժամը 9:20 ու դրեցի սունկի մեջ։ Այդտեղ գնում ազգային ժողով։ Ինչ չեմ իմացել։ Պատկերացնում ես, իսկ կարևոր բանը մեկը ծանգ է ձանդը տալիս է։ Ու իմ մոտից էսպես եմ լինում այն Հետո մի հատ խասյաթ ունի, որ ներողություն, որ մի բանի մասին ոգևորված խոսում է, չէ, չի զգում։ Հիմա տեսեք ինչ։ Սա ինչ որ բանի մասին խոսում են ինքնադոդոնը, այնտեղ չգիտեմ ովքեր են ինչի, ես ձեռը վերցրել եմ, նայեցի, ու տեղ պիտի գնա։ Որա բանով, գրիչով նակոլկա եմ անում։ նակոլկա։ Ու պրիչոմ են Նիզաբուդու մածրատնում։ Սա տենց գնում է։ Գնում եմ ազգային ժողով։ Չեմ հիշում, կարող եմ հիշեմ ում հետ եմ խոսում, բայց զգում եմ ես որ սենց խոսում եմ, զգում եմ հայացքը ինձ վրա չի, ձեռքիս վրա է։ Ես մտածում եմ ինչ չի ինձ նայ, բայց մեկ էլ նայեցի դե։ Այս երեխի գսեն։ Նիզաբուդու Ես էլ դրանով եմ զբաղվում, ինչ անելու։ Ինչ խոս։ Ես կխնդրեմ փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը։ Հեռուստայետողները, հանդիսատեսը, յուրաքանչյուր մարդ ընդհանրապես միշտ տեսնելով հեռուստաեթերից մարդկանց, ինչ որ ձևով մտածում է, որ կցանկանար օրինակ այդ մարդու տեղը լինել։ Ես վստահ եմ բազմաթիվ աղջիկներ կցանկանային օրինակ Ջուսի փոխարեն լինեին։ Եվ փորձենք հասկանալ, ինչ խորհուրդ կտաք ձեր կյանքից որ հատվածը կուզեիք, որ մեր հեռուստատողներից ոմանք ապրեին, որ հատվածն էր այն ամենալավագույնը, որը խորհուրդ կտաք, որ հենց նման կերպով ապրեն։ Կարող եմ ես սկսել որպես մեծ կին 60 տարեկան։ Հետո զերորն է։ Հա, այսօր իմ Ուրեմն ես նախ կուզենայի, որ ոչ մեկին չնմանվի, ասինքն Ջուսի տեղը, Ջուսը իր տեղը ունի, ես իմ տեղը ունեմ։ Ուղղակի կցանկանայի, որ ամեն մարդ մտածի ինչ քայլ անի, որ կարողանա հետագայում ինքը այնպես ապրել, որ կարողանան իրենից էլ սովորել։ Դա է ամենակարևորը, որ մարդ իրան ճիշտ ճանապարհ ընտրի։ Իսկ թե ում նմանվի, դա կարևոր չի, կարևորը ինքը իրան նմանվի, բայց լինի լավագույն անձնավորություն։ Ես մտածում եմ, որ եթե դու մեկին նմանվում ես, արդեն դու երկրորդն ես, իսկ երկրորդ լինելը օրինակ ինձ համար դա չի կարելի, չի կարող լինել։ Այո, պետք է դու գտնես քոնը, ոչ թե նայես, մոդել, դա ես էլ եմ ուզում պոդիումով քայլել, բայց կարողա դու լավ բուգալտեր ես, օրինակ, շատ լավ, ուղղակի չես գիտակցում։ Ու հետո նրանք տեսնում են մեզ տեսալվակներում, գեղեցիկ ինչ-որ տեղեր, շնորհանդեսներ, բայց ինչ տակը, ինչ գործողություն է կատարվում, որ դու հասնում ես միջև այդ մրցանակը, միջև այդպիսի վոկալը եւ այլն, դա շատ բարդ է, նույն մոդելի գործնել, շատ բարդ է, նույն դերասանուհի կամ այդ հեշտ է, նայում են, տեսալվակում նկարվեց, հեշտ չի, այսինքն զգալ ինչ որ դու լավագույնն ես անելու հետագայում ու աշխատել դրա վրա, այդքան բան։ Շնորհակալություն, խնդրեմ։
Մարդ, եթե արժանապատիվ ապրեց, դա հագին բան, բոլորս էլ գիտենք ինչի մասին է խոսքը։ Ատաղծագործնել, իրագործող կզբաղվի, դերասանն իրագործող, արվեստ աշխատող մնացած ամեն ինչ էլ իր տեղը կընկնի։ Մարդ պիտի արժանապատիվ կյանքով ապրի։ Էլի եմ ասում, օրենքի գերակայություն ու վերջ, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Բխում է այդ ամենից։ Իհարկե։ Խնդրեմ։ Իհարկե շատ ենք ասել է, թեմայով այնքան է խոսացվել, որ ասում են դե լավ է, էլի խոսում են։ Այստեղ խոսալու խնդիրը չի, այստեղ ասելու էլ խնդիրը չի։ Դե ամենակարևորը եթե մենք տուն ենք կառուցում, մենք բոլորս պետք է մի քար դնենք ու բարձրացնենք մեր տունը։ Եթե մտել ես արվեստի մեջ, համաձայն եմ, որ պետք է դառնաս մի մարդ, որի անունը գրվում է, դու պետք է ստորագրես այդ ամեն ինչիդ։ Ինչքանով դու իրավունք ունես այդ անելը։ Եթե դառել ես այդ մարդը, որ իրավունք ունես, ուրեմն պետք է ավելի բարձր ու բարձր անես։ Ինչա պետք է անելու համար։ Քննադատել ամենահեշտն է, անելն է դժվարը։ Անել եւ ուզենալ ավելի այսօրվա օրով մեծ քայլեր գցել, որտեղ կյանքը էլի եմ ասում փոխվել է։ Արեք փորձենք ուրիշ ձևի ապրենք, ուրիշ տուն կառուցենք ու ապրենք այդ տան մեջ։ Շատ լավ, շնորհակալություն եւ վերջին հարցը։ Մենք խոսեցինք մեկ այլ կողմից եւ նմանությունների մասին եւ այլն, սակայն ես կցանկանայի վերաձևակերպել նաեւ վերջին հարցս։ Որ հատվածը ձեր կյանքի ամենաերջանիկն էր ձեր համար։ Դա կարող է լինել գուցե սերն է, գուցե աշխատանքներ, գուցե ընտանիքը կամ առավոտյան ինչ որ կրուասան վայելելը, չգիտեմ, սիրում եք։ Կրուասան այնքան չեմ սիրում, մի ձևն եմ սիրում, փոքրիկ կրուասանները մեջը վիշտյան, մնացածը չեմ սիրում։ Չէ, ես կարող եմ իրոք հպարտանալ ու ասել Աստծուն շնորհակալ, որովհետև ոնց որ թե իմ չեմ այդ բառից վախենում, ոնց որ կարիերան եւ անձնական կյանքը իմը միասին եղավ։ Վկան հրանտն է, այսինքն եւ որպես երգչուհի ձևավորվելը եւ հանդիպելը Դավիթին միաժամանակ եղավ։ Այդ իսկ պատճառով ես ուզում եմ էլի ասեմ, շնորհակալ եմ Աստծուց, որ իրոք ես շատ լավ կյանք եմ վայելել, տեսել, ապրել, այսինքն եւ իմ սիրած աշխատանքով, եւ իմ սիրած ամուսնու հետ, եւ սիրած ընտանիքով, հետագայում արդեն եմջկան, այսինքն ինքը սիրուն գալիս էր ամեն ինչ, եկել իր տեղն անկել։ Հիմա էլի երջանիկ եմ, որ աղջիկս այսօր շատ երջանիկ եմ, որովհետև Էմին է երջանիկ։ Ես չեմ ուզում դժգոհել, երբեք չեմ դժգոհել ու կցանկանայի, որ բոլորդ էլ դուք էլ երիտասարդները չդժգոհեք, միայն ժպիտով առաջ գնաք, որովհետև դա ձեզ շատ է օգնելու։ Ամեն ինչը դեպի լավը միայն դուք եք տանելու, շնորհիվ Աստծուն։ Շատ շնորհակալություն մեր Կիրակի երեկոն մեզ հետ կիսելու համար եւ հեռուստատողների հետ, սիրելի հեռուստատողներ, գտեք այդ լավագույնը, լավատես եղեք եւ փորձեք շարժվել առաջ ժպիտով։ Շնորհակալություն, մենք հանդիպելու ենք Կիրակի երեկոյան։